նայեք, սա ինչ է։ Մտածեք, սա հայ ժողովրդի հետ, պատմության, մշակույթի հետ որևէ կապ ունի, իմ կարծիքով ոչ, բայց երբ որ էջը բացում ես, տեսնում ես, որ դրած է Հայաստան, չէ, Արմենիա, այսինքն մեզ արդեն 15 թվականից աշխարհը պետք է լոգոտիպը հայ ժողովրդի այսպիսին ճանաչի, որի համար ես մեկ ամիս առաջ դեռ հեռուստացով խոսեցի, բացատրեցի, որ նման լոգոտիպ հայ ժողովրդին կապ չունի, ոչինչ չի ներկայացնում, եւ ինձ համար շատ զարմանալի է, որ ամսուկեսի ընթացքում այնքան անտարբեր են մեր ժողովուրդը եւ մեր մշակութային միությունները, որ ոչինչ ես դրանից հետո չեմ լսել։ Չի կարելի մի ժողովուրդ, որը ունի աշխարհի հնագույն երկրներից մեկն է, ունի հազարամյա մշակույթ, պատմություն եւ ներկայանա աշխարհին այսպիսի լոգոտիպով, հարգելիներս անընդունելի է։ Սա ոչինչ չասող մի լոգո է, որը ոչ մի կապ չունի հայ ժողովրդի հետ։ Դրա համար ես կոչ եմ անում, որպեսզի մենք մեր ժամանակակիցները այս հարցին լուրջ վերաբերվեն, որ նման լոգոտիպ մեզ չներկայացնեն։ Սա է հիմնական պատճառը։ Մենք ունենք հրաշալի մշակութային գործիչներ, հրաշալի նկարիչներ, որոնք կարող են լոգոտիպ ստեղծել հայ կերպարվեստի, հայ ժողովրդի համար։ Այդ ամեն ինչը մենք ունենք եւ չի կարելի ուղարկել նման գումար, որպեսզի Ամերիկայում ինչ որ մեկը ներկայացնի։ Ես մինչև անգամ լսել եմ մեր երևի լրագրողներից կամ ինչ-որ մեկ ազգանունները չեմ հիշում, որ ասում են, որ սա շատ լավ է, մասնագետները չեն հասկանում։ Ուրեմն ես կխնդրեի, որ նման արտահայտություն չանի ոչ մեկը, ամեն մեկը հանրապետությունում թող զբաղվի իրեն գործով, այն գործը, որը մշակութային է եւ սա մասնագետների գործն է, վերանայել։ Սա ուղղակի անհետեթություն է, ինչ որ արվում է։ Նախ գեղարվեստական արժեքի համար, նախ ինչ է լոգո։ Լոգո խորհրդանիշ է, չէ։ Ինչու մենք նախ հայերեն չենք ասում, լոգո ենք ասում, անընդհատ նոր բան է, հա էլի, մենք չենք ունեցել, հիմա մեզ հրամցնում են։ Մեզ պետք չի որևիցե բան հրամցնել։ Մեր եղածը ուղղակի մենք պետք է փայփայենք եւ ներկայացնենք։ Հայաստանը դեռ 5-6 հազար տարվա իր պատմական շրջանում Արարատ երկիր է, չէ։ Բոլորը Արարատով, ես եղել եմ դեպքեր, երբ արտասահմանում ինձ ասել եմ որտեղից ես, ասել եմ հայ եմ, ասել հա Արարատ։ Մարդիկ ավելի լավ գիտեն մեր լոգոն որն է, քան մենք ինքներս։ Հետո նոր խոսում էր, թե իբր թե ով է պատմել։ Ես դժվար չեմ կարծում, թե մեր պետականությունը այդքան բանը թեթև բան լինի, որ այսպեսի բան պատվիրի։ Կառավարությունն է պատվիրե փողը տվել։ Չէ, ես խնդրեմ։ Նախկին կառավարությունը։ Հիմա Հայաստանի հետ թողնենք, ու այն գեղարագիտական իմաստով եմ ես ասում։ Սա ումը տարեք, ձրի տվեք, տեսեք որևիցե մեկը կվերցնի սա, որևիցե երկիր իրեն արգոտ կվերցնի։ Սա անկերպար բան է, լոգոն պետք է լինի կերպար ունենա, որը անմիջապես ընկալվի, որը վերարտադրվի նաև։ Սա ինչքան էլ ուզենակ փորձեք, հիշեք ու վերարտադրեք, անհետությունների շարք է, այստեղ որևիցե կերպար չկա։ Նախ այդ գեղարվեստական առում։ Երկրորդը, զուտ մեր ազգային, նաև քաղաքական, ինչու՞ չէ։ Ինչ է նշանակում նոր լոգո ստեղծել, այսինքն մեզ հեռացնում են այլևս մեր ազգային ծրագրերից ու երազից, մեզ հեռացնում են մեր իրականությունից, ինչ Արարատը ուզում են ինքնական տանք մենք Թուրքին, թուրքերը իստոմա կֆինանսավորեն սա, հրաշալի, հələ մի բան էլ նվեր կանեն մեր երկրին։ Եվ հետո այդ դիտավորությունն է, ես չեմ կարծում, որ սա պետական քայլ լինի, սա ինչ որ մեկը երևի փող են պատտացնում, չեմ անում գինը ինչ արժի, բայց ասում են որ առելի գումարն է։ Բարտիրոս Սարյանի նկարը, որը բանի հանճարեղ գործերից է, այդ գներով չեն վաճառում մարդիկ։ Ես չեմ հասկանում սա ինչ է կատարվում։ Այս գումարով կարելի էր մի 50 անընտանիքի, եթե մերոնք են տալիս այդ փողը, բանում ուրեմն Լեննականում, Գյումրիում տներով ապահովեին։ Սա ինչ խեղկատակություն է։ Գիտեք ինչ, այս վրդովմունքը այնքան շատ է, այս իրիկունը, որ երեք որ զանգեց պարոն Ախոյանը, որ մենք պիտի հանդիպենք, ես անընդհատ էի, քիշերը չէի կարող քնել։
Որտեւ չես կարողանում հասկացնել, շատերը կարծում են, թե մենք, չգիտեմ, գուակի չենք ընդունում, հենց այնպես պրոֆեսիոնալ բանով, ոչ։ Ես նայել եմ եւ Կիպրոսինը, եւ Թուրքիայինը, եւ Ուզբեկստանինը, տեսեք, Ադրբեջանն ունի տարբեր։ Մերը երևի թե վերջից առաջի տեղն է։ Սա։ Ես օրինակ դժվարում եմ ասել, տեսեք, որ երկրների հետ մենք համեմատեցինք։ Որ երկրների հետ համեմատեցինք։ Նույնիսկ այն երկրների հետ, որոնց հետ ասենք մենք Պարոն Ախոյան, դուք ասեցիք կոնկուրսման, երկիրը արդեն պատմությամբ ունի իր լոգոն, պետք չի նոր լոգո ստեղծել, ուրիշ հարց է Արարատը մշակվի, ինչ-որ կերպ ասենք ինչ-որ բան, բայց դա խով ապրանքանիշ չի, ժողովուրդ, դա ապրանքանիշի, որ այսպիսի բան անեն, հետո մայկայի կամ չգիտեմ, վարտիքի վրա կպցունեն, անհարմար է, չէ։ Ինչու տեղի մասնագետների չեն դիմել բավականին մեծ գումար ծախսել դրսի համար հերթական անգամ ասել։ Եթե հատկատի հարցն է, այդ Հայաստանում էլ կարող էի շատ լավ խոսել, Հայաստանում ավելի լավ կստացվեր։ Մենք հենց դրա մասին էլ անհանգստացած ենք, որ մեր լոգոտիպը մենք չենք ստեղծում, ինչ որ մեկը Ամերիկայում պետք է, որը երևի Հայաստանի հետ սկի կապել չունի։ տեղն էլ չգիտենք արտազինը։ Ես ուսում եմ մենք կարող ենք մի հատ նաև կոչ անենք, չգիտեմ, դիմենք ժողովրդին, որ այդպես թեթև չնայեն, որ սա իբր սովորական էլեմենտ է, սա մեր ազգի ապագայի հետ կապված բան է։ Եվ սա նույնքան լուրջ է, ինչքան որ այսօր մենք կռվում ենք մեր տարածքների պահպանման եւ այլն։ Սա մեր հոգեվոր միջավայրը ոչնչացնելու քայլերից է։ Եվ դրա համար պետք է եւ դուք լրագրողները եւ ժողովուրդը պետք է շատ լուրջ մոտենան սրան։ Ես սա չեմ ասում, որպեսզի մեր ներքին խնդիրներ ունենք, բան դրանցից շեղեմ իրենց մարդկանց ուշադրությունը։ Մեր երկիրը բազում խնդիրներ ունի։ Սա էլ մի խնդիր են մեր գլխին կուտակել։ Սա ազգ քայքայելու ձևերից մեկն է։ Կպարակտեն մեր ազգը այս բաներով։ Ստեղ մի հատ նայեք, սա պարակտված քարուքան տարված մի հատ միջավայր է։ Ցանկացած էլեմենտ ունի գերբնական ազդեցություն մարդու էության վրա։ Սա քայքայման բան է։ Առանց էլ մենք քայքայված ենք մեր եւ հասարակությունը եւ երկիրը։ Պետք չի լրացուցիչ քայքայման միջոցներ ստեղծել։ Եվ կոչ եմ անում նաեւ թող ազգային ժողովը սա լուրջ քննարկման լուտ դառնա, թող մարդկանց հրավիրեն խոսեն կամ հանրային խորհուրդ ինչով է զբաղված։ Սա հանրային խորհուրդը պետք է առաջի աղմուկ անողը լիներ հանրային խորհուրդը։ Ազգային ժողովում էս Եվ այս անտարբերությունը, ես ասում եմ անուսուկես անցե, ես այս թեմայով խոսել եմ հեռուստացով, ոչ մի շարժում չեմ տեսնում, ոնց որ այնքան անտարբեր են ժողովուրդը։ Հասկանալի է, նոր պարոն Շահումյանը ասեց, 1000 ու մի ուրիշ հարցեր կան, բայց սա մի հարց է, որը պետք չի բաց թողնել, որ սա անցավ, մենք եւս մեկ անգամ կանգնելու ենք մի այնպիսի հարցի առաջ, հետո ասելու ենք, ես ինչ եղավ, հետո էլ չենք կարողանալու սա փոխել։ Հիմա անհրաժեշտ է անպայման ամեն ինչ անել, որ կանգ առնի սա, այս քայլեր չեն սրանում։ Սա վերաբերմունք չի հայ ժողովրդին։ Սա Մեր պետությանը սա վայել չի։ Չեմ ասում եկող սերունդների ենթագիտակցության վրա ազդող բան է սա։ Սա դառնալու է ծրագիր ապրելակերպի։